Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը ջասով հետքերով արկածների Սկսեցինք 1 2 ապրեք մի հատ 1 2 1 2 1 2 1 2 1 Երկու, մեկ, երկու, մեկ, արդ, երկու Շատ ներողություն եմ խնդրում հարգելի ներկաներ եւ մասնավորապես Պապիկ ջան։ Ինչ ես ասում է։ Մենք այստեղ հավաքվել ենք առասպելը կարդալու համար, բայց ամեն ինչ անում ենք բացի առասպելը կարդալուց։ Այո, մենք կարող ենք նարդի խաղալ, մենք կարող ենք շախմատ խաղալ, մենք կարող ենք անել ամեն ինչ, բայց այստեղ կա մի բայց։ Բլիթ չենք ուտելու։ Դե լավ էլի գոր։ Ինչ։ Ամեն ինչ իր ժամանակին։ Այ պապիկ ջան, բա ասեք այդ ժամանակը երբ է, ես այդ ժամանակ գամ, ես աճող օրգանիզմ եմ, ես զբաղված երեխա եմ, իմ ժամանակը ափսոս է, իմ ժամանակը պետք է խնայեմ ու ինչքան հնարավոր է սովորեմ, ես ժամանակ չունեմ թերթ կարդալու համար, դասեր կան, ռոբոտաշինություն, կիթառի էլ էի գնում, բայց այս առասպելների պատճառով էդ էլ չեմ հասցնում, եթե սենց է շարունակվելու, ես գնամ գիթառս նվագեմ։ Ես պարոն Արմենի նման զբաղված չեմ, բայց համաձայն եմ։ Պապի ջան, ինչի գնացիր, խոսում էինք էլի։ Գրում եմ, չեմ գրում դժգոհում եք, գրում եմ դժգոհում եք, ինչ եք ուզում ինձանից։ Ոչ մի բան, բայց մենք ինչ անենք։ Գնացեք վիշապների մասին առասպելներ ուսումնասիրեք, որ հետո միասին նստենք ու քննարկենք։ Գնացինք։ Պապիկ, իսկ որ վիշապների մասին եւ որ առասպելները։ Վիշապները հանդիպում են բոլոր հին մշակույթներում եւ կրում են շատ տարբեր խորհուրդներ։ Միտեղ իմաստուն են, միտեղ գանձերի պահապան, միտեղ չար ու ագահ։ Հայկական լեռնաշխարհում հանդիպող վիշապաքարերը մի առանձին թեմա են։ Ահա, դե գնացեք եւ այդ ամբողջը ուսումնասիրեք։ Լավ։ Ես մեր Մարիայի հետ մի բան ինչի։ Մարիա ջան, լավ ես։ Այո։ Ոչ ջերմություն չունես։ Ոչ։ Բայց ինչ պորտկում էր։ Ես ուղղակի սիրում եմ վիշապներին։ Չգիտեմ էլ լավ է թե վատ։ Ես չգիտեմ զարմացած եմ թե չէ։ Որ վիշապներին, իմաստուն, գանձապահ, չար ու ագահ, թե մեր վիշապաքարերը։ Ինչ եք ուզում։ Չէ, Մարիա ջան, ուզում եմ ասեմ, եթե տեղեկություն ունես վիշապների հետ կապված, մեզ էլ ասա, ոնց որ ասում է, ինֆորմացված լինենք, էլի։ Ոչ։ Ուրեմն ասեցի ասեմ, չասեք չասեց։ Արմեն ջան, բայց դու էլ ես տարօրինակ։ Հա, ես վերջերս նկատել եմ։ Գիտությունը տենց բան է։
Դե լավելի։ Ինչ էր ասում, ասա։ Պատմության ֆակուլտետի ուսանողը վիշապաքարերի մասին հոդված է ուղարկել։ Դե կարդա։ Կարդում եմ։ Դե նենց կարդա մենք էլ լսենք։ Որ մի քիչ էլ սպասեք կպատմեմ։ Գնացինք։ Ուր։ Երևանում վիշապաքարեր կան, գնանք տեսնենք։ Ինչի համար։ Երևանում վիշապաքարեր կան, չգնանք տեսնենք։ Նախ ասա ինչ կարդացիր ու ինչ հասկացար։ Եկեք ճանապարհին կպատնեմ։ Ես մինչև այս խնձորները չուտեմ, ոչ մի էքսկուրսիա պատմի։ Գորջան, ես հանուն մեր հին ընկերության հանդուրժում եմ։ Այսինքն Ինչ համերաշխ եք երեխեք։ Դե լավելի։ Ինչ։ Պատմում եմ, լսեք։ Վիշապանման արարածները ի հայտ են եկել աշխարհի գրեթե բոլոր մշակույթներում ու ամենահին արձանագրություններում դրանք ունեն մեծ օծերի տեսք։ Այսքանը պիտի կարդամ։ Վիշապանման արարածների առաջին նկարագրությունները եղել են հին մերձավոր արևելքում եւ հանդիպել են Միջագետքի արվեստում ու գրականությունում։ Հսկայական օծերին սպանող եղանակի աստվածների մասին պատմությունները հանդիպում են մերձավոր արևելյան եւ հնդեվրոպական գրեթե բոլոր դիցաբանություններում։ Այսքանն էլ պիտի կարդամ։ Վիշապանման արարածների նախատիպներից են եղել Միջագետքում հանդիպող Սիրուշը, եգիպտական դիցաբանությունում հանդիպող Ապոպը, հնդկական ժողովածուում հանդիպող Վրիտրան եւ այլն։ Այդ որ ասում ես հին, ինչքան հին։ Դե շատ։ Այն որ Վահագնը վիշապաքար է, այդ սրա համեմատ ահագին թարմ տեղեկություն է։ Բայց վիշապաքարերն էլ են շատ հին։ Բա ես էլ էդ եմ ասում, եկեք գնանք տեսնենք։ դե պապիկն ասել է Մարիային, որ ուսումնասիրենք բոլոր վիշապներին, ոչ թե մի ուղղությամբ։ Ես ոնց հասկացա վիշապների մասին առասպելներ շատ կան։ Ու ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Սկսած վիշապաքարերի մասին առասպելներից վերջացրած գետերի ու լճերի ձևավորման առասպելների մասին վիշապներով։ Դե Վահագնի հաղթած վիշապներին էլ չմոռանանք։ Դեյներիսի վիշապները կամ Շռեկի վիշապը։ Չեմ կարծում, որ պապիկը հենց Շռեկի վիշապի մասին է գրել։ Դրա համար ասում եմ եկեք գնանք վիշապաքարերը տեսնենք, պատմության հետ շփում ունենանք, հասկանում եք։ Ես առաջարկում եմ գնանք պապիկի հետ շփում ունենանք։ Ես առաջարկում եմ ամեն մեկս մի ուղղություն ընտրենք, գնանք ուսումնասիրենք, հետո գնանք պապիկի հետ շփվենք։ Բա վիշապաքարերը։ Դու արդեն քո ուղղությունը ընտրել ես, գնա քո վիշապաքարերի հետ շփվի։ Բայց դու ամեն դեպքում խելացի բաներ քիչ ասա։ Խելացի բաներ ասացիք հիշեցի։ Մարիան ուր է։ Վիշապները խորհրդանշում են ինչպես բարին, այնպես էլ չարը, ինչպես խորամանկը, այնպես էլ իմաստունը։ Եվ խնդիրը միայն տարածաշրջանը չէ, այլ կոնկրետ առասպելի կամ պաշտամունքի թեման։ Ըստ որոշ ուսումնասիրողների, վիշապը նախապես պաշտվել է իբրև ջուր, անձրև և հարստություն պարգևող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Վիշապը դիտվել է նաև ջրերի ակունքներն ու գանձերը հսկող ահարկ ու հրեշ։ Չինացիները վիշապներին դասակարգում են խմբերով, որտեղ ամեն ցեղ ունի իրեն առանձնահատուկ բնութագիրը։ Հայտնի են 4 տեսակի հիմնական եղբայր վիշապներ՝ Աո Կուաոն, Աո Ցզյուն, Աո Շուն և Աո Ցին։ Բա Ֆուջան, խնդրում եմ խղճա մեզ։ Մենք մի կերպ հայերեն ենք հասկանում։ Ուրիշ պատկերացումների համաձայն երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, 4 կողմից շրջափակված է Լևիաթան ձկան մարմնով։
Լևիաթան, Աստվածաշնչում կամ հին հրեական ավանդության մեջ ծովային վիթխարի հրեշ Վիշապ։ Ամպրոպի ժամանակ ծովի խորքերից կամ ամայի լեռներից երկինք էին բարձրանում վիշապները, որոնք չար հոգիների հետ միասին կամենում են կուլ տալ արեգակին։ Վիշապները մազեր ու թևեր ունեն եւ բոլոր օձերի նման անմահ են, եթե նրանց չսպանեն։ Նրանք շարունակ մեծանում են եւ երբ արդեն վիշապը 1000 տարեկան է դառնում, կարող է աշխարհը կուլ տալ։ Վանածովի հատակում վիշապի բույն կա, որ բնակվում է մի ահռելի վիշապ, իր մարմնով բռնել է ամբողջ ծովի հատակը։ Զագրոշի լեռները եղջյուրներով վիշապներ են եղել։ Աղբակում Բարդուղիմեոս առաքյալի վանքից դեպի արևելք է գտնվում մի քարայր, որը կոչվում է վիշապի այր։ Այստեղ բնակվել է մի վիշապ, որը կուր է տվել մոտակայքից անցնող մի աղջկա։ Սև լճի ջրի կեսը ժամանակին խմել է 40 գլխանի մի վիշապ։ Ինչ տարօրինակ շատ են վիշապները։ Ես գիտեի մենակ Վահագնը վիշապների հետ կապ ունեցել, դու մի ասա։ Շատ տարօրինակ շատ են վիշապները։ Արմեն, ինչ արեցիր։ Աննա, իմ սիրելի Աննա, ես պապիկին հարցեր ունեմ եւ խնդրում եմ, որ հանդիպենք այնտեղ։ Ես ճանապարհին վերաձևակերպել եմ իմ բոլոր հարցերը եւ պատրաստ եմ մտնենք։ Չէ, սպասենք մյուսներին։ Ինչ մյուսներ բոլորին կանչել ես։ Հա, պարզվում է բոլորը հարցեր ունեն, պապիկին բացի Մարիայից։ Ես կզարմանայի։ Բայց Մարիան էլ է գալու, ասեց ուզում է մեր հարցերը լսի։ Երկու բան կա, պապիկից ճշտեմ գնամ Չինաստան դառնամ չինական վիշապ։ Ոնց կարելի է ուզել դառնալ վիշապ։ Լսի Արմեն ջան, վիշապը իմաստուն, բարոյական, խիզախ ու իշխող կերպար է։ Վիշապը չար, անկուշտ ու ագահ կերպար է։ Վիշապը իրականում ավելի հակասական կերպար է, քան դուք բոլորդ պատկերացնում եք։ Ժողովուրդ, ես մի հատ հաղորդում եմ նայում, պարզվում է վիշապները իրոք գոյություն են ունեցել, մարդիկ նույնիսկ կմախքներ են գտել, ու տենց է էլի ձևավորվել վիշապի օծանման կերպարը։ Որ վիշապաքարերին նայենք, վիշապները ավելի շատ մեծ ձկներ են եղել, իսկ այն ինչ գտել ենք այդ գիտնականները, այդ մաքսիմում դինոզավրի կմախք եղած լինի։ Մարիա ջան, բա դու ինչ կասես։ Yare ho yaram gorani Yare ho masha gorani Ինչ չասում։ Մշո գորանին է երգում, այդ երգը ջրի պաշտանմունքի հետ է կապված։ Ապրես Արմեն։ Տեսակ, Մարիան ինձ գովեց։ Դե լավ, եկեք ներս մտնենք ու մեր վիշապային բոլոր տարաձայնությունները հայտնենք պապիկին։ Պապիկ, կանեք ույրիկ։ Պապիկ, շահանեք ույրիկ։ Պապիկ։ Երեխեք կարող է ուղղակի տանը չեն։ Հա դուր ինչ են բաց թողել։ Կարող է տանն են, բայց քնած են։ Էй, Արմեն, սպասի։ Վիշապները գոյություն են ունեցել, դրանք հիմա էլ կան։ վերջին հետ էր գրած։ Այո, բայց կարծում եմ գնացել է հաց առնելու, որովհետև սա շատ անհեթեթ եզրակացություն էր կորելու համար։ Եվ ի վերջո, ինչի է կորել, մեզ պետք է սպասեր։ Ախր երեկվայից ասում եմ, եկեք գնանք պապիկի մոտ։ Ինքն էլ է այնպես եզրակացության եկել, որ վիշապները մինչև այսօր էլ գոյություն ունեն ու ոչ միտեղ չեն կորել։ Այս պատմությունը ծանր նստեց Աննայի հոգեբանության վրա։ Աննա ջան, չկորես էլի։ Չի կորի, մի անհանգստացի։ Ես առաջարկում եմ լսենք սառը դատող երեխաներին ու գնանք պապիկին փնտրելու։ Հիմա իմ փթթուն տարիքն է, որ բան եմ ասում լսեք էլի, վայ։ Չէ Արմեն, չի կարելի տենց կտրուկ քայլերի դիմել։ Աննա ջան, դրա ինչն է կտրուկ։ Քո առաջարկը։ Ես իմ ասելիքը ասեցին, դուք գիտեք։ Սենց չեղավ, առավոտվանից ինչ ասում ես, էդ էլ անում ենք։ Աննա ջան, դու չգիտես, որ որսի գնացողը տղամարդն է։ Ինքը ոնց ասի, այդպես էլ պիտի լինի։ Արմեն ջան, բա դու չգիտես, որ որսը պատրաստողը կինն է, կուզի կպատրաստի, կուզի չի պատրաստի։
Այդ ուտելիքից, որ խոսում եք, մի տեսակ Շահանեի պատրաստած թխվածքին եմ կարոտում։ Արմեն ջան, ինչ էր ասում։ Դե լավ էլի։ Արմեն ջան, դու քեզ խնայի։ Նա ասում էր, որ ես աճող օրգանիզմ եմ, եկեք գնանք պապիկին գտնենք։ Ապրեք։ Մեկ էլ ասա որտեղ գնանք փնտրենք, որտեղ եթե պապիկը գնացել է վիշապ փնտրելու, ես գնում եմ Չինաստան։ Դու կգնաս թերթի վաճառակետ։ Լավ, երեխեք, պապիկը կորել է։ Շահանեն ուրա։ Շահանեն առավոտյան էլ տանը չէր։ Զանգում։ Սպասում եք։ Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է։ Անհասանելի է։ Անհասանելի է։ Շահանեն ուրա, ես չեմ հասկանում, գոնե մեզ մի բանով հուշեր, թխված տար, թե հյուրասիրեր, բայց վիճակա։ Ես էլ եմ անհանգստանում, սպասեք նորից փորձեմ։ Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է։ Անհասանելի է։ Ես չէի ուզում ասել այս տողերը, բայց պիտի ասեմ, ես կարծես հանձնվում եմ։ Էդ ինչ կարդացիր։ Զառանցանք։ Պապիկը առանձնացրել է այն բոլոր պատումներն ու առասպելները, որտեղ վիշապը ինչ-որ աղջկա գողանում է ու տանում քարանձավ պահում է ու ինչ-որ հերոս Վահագնի պես գնում է այդ աղջկան փրկելու։ Դե եկեք դրանք բոլորը կարդան, կարող է մի բան գտնենք։ Կարող է գնանք ու պապիկին այդ քարանձավում գտնենք։ Դրանք բոլորը շատ են, կա իսպանական, բրիտանական, արգենտինական, նոր չինական, հին հայկական ու տեղ-տեղ ճապոնական։ Այսինքն այդ բոլոր պատմությունները նրա մասին է, որ վիշապը ինչ-որ աղջիկ է գողանում, իսկ ասպետն էլ գնում է այդ աղջկան փրկելու։ Ես գիտեի, այդ Շրեկի մուլտֆիլմում է։ Գլուխս թարս պատտվում է։ Իսկ ինչքան է հավանականությունը, որ պապիկը այս ամբողջը կազմակերպել է, որ մեզ ուղակի ստուգի։ Կամ էլ իմացել է, որ վիշապը Շահանեին փախցրել է, գնացել է փրկի։ Դե եթե մի կողմ դնենք քո առաջ բերած վարկածի բոլոր անհավանական ասպեկտները ու կենտրոնանանք մենակ այն փաստի վրա, որ պապիկը գնացել է Շահանեին փրկելու, ես ձեզ մի բան ասեմ, պապիկը այդքան էլ ասպետոտ չի։ Պապիկ, ուր էիր։ Ինչի էր դուրը բաց թողել։ Գիտես քեզ ինչքան ենք փնտրել։ Շահանեն ուրա վերջի վերջո։ Պապիկ ինչի ես տխում։ Վիշապը Շահանեին փախցրել է։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը ժասով հետքերով արկածների։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին
First Channel America